Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 23։ Մի հեռանար ինձանից, որովհետև նեղությունը մոտ է, որովհետև օգնություն անող չկա։ Սաղմոս 22-րդ գլուխ 11-րդ խոսք։ Քրիստոնյայի կյանքը մշտական պայքար է։ Նա, ինչպես Երեմիան էր ասում իր մասին, ծնված է վեճի և կռվի մարդ լինելու համար։ Կամ այն, ինչ մարգարեն ասաց Ասային, կարելի է ասել յուրաքանչյուր քրիստոնյայի մասին. այսուհետև պատերազմներ պիտի ունենաս։ Քո հոգևոր ծնունդից մինչև բնական մահդ, այն ժամից, երբ առաջին անգամ երեսդ դարձրեցիր դեպի երկինք, մինչև այն պահը, երբ ոտքդ դնես երկնքում։ Իսրայելի ելքը Եգիպտոսից ավետարանական իմաստով մեր դուրս գալն է մարտի դաշտ մեղքի և սատանայի դեմ։ Իսկ երբ նրանք խաղաղություն ունեցան, միայն այն ժամանակ, երբ իրենց դրոշները կանգնեցրին Քանանում։ Այս երկրի վրա չկա այնպիսի վիճակ, որտեղ քրիստոնյան կարող է հանգիստ լինել։ Լինի դա բարեկեցություն, թե նեղություն, երկուսն էլ աշխատանք են պահանջում։ Մեկում պետք է զսպել հպարտությունն ու ինքնավստահությունը, մյուսում պահպանել և զորացնել հավատքն ու համբերությունը։ Չկա որևէ տեղ, որը քրիստոնյան կարող է անվանել արտոնյալ կամ վտանգից զերծ տարածք։ Ղովտը Սոդոմում պայքարում էր նրա անօրեն բնակիչների դեմ, և նրա արդար հոգին տանջվում էր նրանց ապականված վարքից։ Իսկ ինչպես էր նրա վիճակը Սեգովրում։ Միթե նրա իսկ դուստրերը Սոդոմի կրակից մի կայծ չբերեցին նրա սեփական անկողին, որով նա բորբոքվեց ցանկությամբ։ Ոմանք մտածում են, թե եթե միայն լինեին այս կամ այն ընտանիքում, գտնվեին այս կամ այն ծառայության ներքո, կամ հեռու լինեին որոշ գայթակղությունների առիթներից, ապա այլևս չէին ենթարկվի այդպիսի փորձությունների, ինչպիսին այժմ ունեն։ Այո, ճիշտ է, որ միջավայրի փոփոխությունը մեծ օգնություն է թուլացած մարդկային բնության համար, և վերը նշված հանգամանքները կարող են որոշ առավելություն տալ սատանայի դեմ պայքարում, սակայն մի՞թե կարծում եք, որ այս կերպ կարող եք փախչել սատանայի ներկայությունից։ Ոչ, նույնիսկ եթե առավոտյան արշալույսի թևերն առնեիք ու հեռանայիք, նա կհետևեր ձեզ։ Այդպիսի փոփոխությունները կարող են միայն փոխել նրա գայթակղությունների ձևը, բայց ոչ երբեք ստիպել նրան հրաժարվել իր նպատակներից, քանի դեռ նրա հին բարեկամը, մեղավոր բնությունը, կենդանի է ձեր ներսում, նա դրսից շարունակելու է թակել ձեր դուռը։ Ոչ մի պարտականություն չի կարող կատարվել առանց պայքարի։ Քրիստոնյան իր սրի կարիքն ունի նույնքան, որքան իր մուրճի։